Վենեսուելա, չորեքշաբթի, 2026 թվականի հունիսի 24։ Մի օր, ինչպես յուրաքանչյուր այլ օր, մեկ ակնթարթում ամեն ինչ փոխվեց։ Ոչ ոք չէր սպասում։ Խաղաղությունը վերածվեց տառապանքի։ Տոնախմբության ձայնին փոխարինելու եկավ հուսահատության ձայնը։ Մի քանի օր անց տեսարանը գնալով ավելի հուսալքող էր դառնում։ Փողոցում թափված էին կտորներ, ինչը ժամանակին տուն էր, և հողի տակ թաքնված պատմություններ։ Օդում մահվան հոտ, ավերակների մեջ ժամանակը սպառնում էր կյանքին, որը համառորեն շարունակում էր պայքարել։ Կամավորները նվիրաբերում են նույնիսկ իրենց վերջին ուժերը կյանքին հնարավորություն տալու համար։ Աղետից 10 վայրկյան առաջ ազդանշան էր ուղարկվել։ Ոմանք հավատացին, ոմանք ոչ։ Ամեն օր ազդանշաններ են հասնում մեզ, լուրերի տեսքով շեփորներ։ Շեփորի ձայնը տարածվել է ամբողջ աշխարհով մեկ։ Եվրոպան հարվածող ծայրահեղ շոկի ալիքն արդեն իսկ դրամատիկ հետևանքներ է ունենում Ֆրանսիայում։ Կլիմայի փոփոխություններ և նոր ցիկլ։ Բայց ով է ի վիճակի իրականում լսել այն։ Աստված զգուշացնում է նախքան չարիքի գալը, բայց նա չի կարող ձեր փոխարեն հավատալ։ Այն ինչ գալու է, շատ ավելի մեծ է, քան այն ամենը, ինչ այս աշխարհը երբևէ տեսել է։ Եվ պաշտպանված լինելու համար կա միայն մեկ ապաստան։